լավ չանադառնամ պարոն Թունյան, բայց ասենք հիմա կապ չունի էլի այդ մեկը մեկին, բայց սաղուն կերպով բերեցիք, կապեցիք, հիմնավորեցիք, ինչևէ, այդ հայտարարագրերի հետո առիթ կունենանք, կանադառնանք, հուսամ նաև կասեք, որ 2 տարի անընդհատ որ կրկնում ենք այդ խնդիրների մասին, ի վերջո 2 տարի անց լավագույն մասնակի անդրադարձակ այդ լուծումները բերեցիք, մարդկանց ուսերից էլ անիմաստ մի հատ մեծ բեռ հանեցիք, հատկապես այն մարդկանց, ովքեր դե կարճ եմ անդրադառնում։ Հիմա հարցս պարոն Թովմասյան, նախ այս նախագիծը բնականաբար այն ինչ որ նորարարություն է եւ տալիս է այլընտրանք պետական ծառայությունների, օբյեկտիվորեն չես կարող ասել, որ դա լավ չի, իհարկե լավ է, բայց տեսեք ձեր ոլորտում որոշակի նաև խնդիրներ լուծվում են եւ դա էլ է տեսանելի, բայց ես կարծում եմ առաջնահերթությունների վարդյունավետության խնդիրներ կան, օրինակ այս խնդիրը, որ հիմա ես կբարձրաձայնեմ, բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար ինձ դիմում են եւ այդ խնդիրը առիթ էլ ունեցել եմ մի քանի անգամ ասելու, բայց նույն կերպ չլուծված տարիներ շարունակ մնում է։ Խոսքը վերաբերում է ավտոտնակների մարդկանց կողմից տիրապետվող Երևան քաղաքում ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը։ Հիմա տեսեք, դուք ինձանից ավելի լավ գիտեք, որտեղ ոլորտ եք ղեկավարում, բավականին անիմաստ այդտեղ կարգավորումներ եւ ընթացակարգեր կան, որի հետևանքով դժում է եւ պետությունը, եւ համայնքը, եւ քաղաքացին, եւ չի շահում ըստ էության որևէ մեկը, բայց մեկը այդ խնդիրը չի լուծվում։ Հիմա մարդը տիրապետում է ավտոտնակ ունի, ասենք, որը ժամանակին գրանցվել է կադաստրի կոմիտեում եւ հողն էլ վարձակալությամբ։ Այդ հողի վարձակալությունը գիտեք, ասենք պայմանական տրվում է 2 տարով, 3 տարով, մինչև 5 տարով։ Եվ հետո ամեն անգամ քաղաքացին պիտի գնա այս նոր գործընթացներով անցնի, նորից վարձակալության պայմանագիր պիտի կնքի, նոտարի հաստատմամբ դա պիտի լինի, նույն նոտարը պիտի լինի, որ գիտեք, որ այդ պայմանագիրը հաստատել է եւ դրանից բացի նորից պիտի որոշակի ծախսեր անի եւ գա նորից գրանցի այդ պայմանագիրը կադաստրում, որ օրինական տիրապետի իր գույքին։ Հիմա ակնհայտ է, որ անիմաստ, եթե որևէ բան չի փոխվում, այդ մարդը ինչի պիտի նորից այդ փաստաթղթավորումն անի, մանավանդ արդեն այս իրավիճակում, երբ որ ծառայությունները նույնիսկ անցնում ենք էլեկտրոնային տրամադրման եւ այլն։ Հիմա երկրորդը տուժում է ամենք ինչի, որովհետեւ փաստորեն չեն անում մարդիկ այդ գործը, իրանք վճարում են ավելի ցածր, ուրեմն վարձակալական վճար համայնքին եւ բնականաբար այդ գույքը, երբ որ նաեւ դրանց մի մասն էլ փաստորեն չի գրանցվում կադաստրում, ես վստահ չեմ, որ այդտեղից նաեւ գույքահարկ առաջանում։ Փաստացի տիրապետում են, ունեն ցանկություն, որ այդ հարկը վճարեն, նաեւ վարձավճարը վճարեն, պատշաճ ձևով, սահմանված կարգով, բայց այդ ընթացակարգերը ես հիմա ամբողջությամբ անցել եմ, գիտեմ, բավականին բարդ ծախսատար է եւ նաեւ տրամաբանական չի, որովհետեւ ինչի պիտի ամեն անգամ քաղաքացու տեսանկյունից այդ պայմանագիրը ամեն անգամ, եթե ավտոմատ թարմացվի, թե բան չի փոխվել, կարա երկարացվի կամ ինչի 5 տարով, ոչ 10 տարով, եւ ամեն անգամ պիտի այդ փաստաթղթերի հետևից վազելուց բացի նաեւ ծախսեր անի այդ իմաստով։ Եվ դրանք քիչ չեն, ասենք, մինչև մի 150-200 հազար դրամ ամբողջության մեջ դառնում է ծախս։ Եվ այս խնդիրը պարբերաբար կա, կրկնվում է եւ հիմա եթե նաեւ վաճառում են մարդիկ գույքը փաստացի առանց լիարժեք փաստաթղթերի ձեռբերողներ խնդիրների մեջ է հայտնվում, որովհետեւ իրականում ձեռքաբերում մի բան, որ չգիտի դրա սեփականության մասին։ Եվ սենց տարիներ շարունակ սա շարունակվում է։ Այստեղ համապարփակ լուծումների անհրաժեշտություն կա, իհարկե մենակ ձեր տիրույթը չի կադաստրի,
նաև այստեղ համայնքի կողմից տիրապետվող հողի վարձակալության մասին է, բայց ի վերջո մեկը պետք է նախաձեռնի, էլի, գտնեն լուծումներ արդյունավետ կերպով, եւ ես ձեզ վստահեցնում եմ, հարյուրավոր նման գույքերի, առնվազն ես գիտեմ այդպիսի գույքեր, որոնք որևէ իրավական կամ ամբողջական կամ որևէ իրավական հիմքեր չունեն, բայց տարիներ շարունակ մարդիկ այդպես տիրապետում են օդից կախված վիճակում։ Շնորհակալություն, իհարկե ես կփորձեմ պատասխանել բովանդակային առումով հնչեցված հարցերին, բայց հարցը շատ երկարահունչ է, այսպես ասված, եւ իր մեջ բազմաթիվ շերտեր է պարունակում։ Տեսեք, մենք որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը, բերեք նախ եւ առաջ տարանջատենք մինչև 2005 թվականի կատարված իրավունքի պետական գրանցումներ եւ 2005 թվականից հետո կատարված գրանցումներ։ Ինչի համար, որովհետեւ դուք ձեր խոսքում նշեցիք, որ կան դեպքեր, երբ որ մարդիկ ունեն սեփականության վկայական շինության նկատմամբ, բայց հողի նկատմամբ ունեն վարձակալական պայմանագիր, որի ժամկետը լրացել է, եւ մյուս դեպքն է, երբ որ մարդիկ ոչ հողի նկատմամբ, ոչ շինության նկատմամբ չունեն որևէ իրավունք, այսինքն ապօրինի տեղադրված կամ ապօրինի կառուցված ավտոտնակի մասին է խոսքը։ Այստեղ ես շատ կարևորում եմ համայնքի գլխավոր հատակագծի առկայությունը, որը Երևանի քաղաքապետարանի եւ ոչ միայն Երևանի, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի համար, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն այդ միկրոռեգիոնալները հաստատված են եւ մենք պետք է առաջնորդվենք համապատասխան այս փաստաթղթերով որոշում կայացնելու համար ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների ճակատագիրը որոշելու համար նաեւ գիտեք, որ մենք ձեր ասած հարցի վերաբերյալ մտածում ենք եւ փաթեթը արդեն իսկ ուղարկված է կառավարություն եւ շուտով հաստատվելու պարագայում կհայտնվի նաեւ ազգային ժողովում ինքնակամ շինությունների հաշվառման հատվածը եւս մեկ անգամ կարգավորելու համար, այսինքն այդտեղ եթե կլինեն մարդիկ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որ ժամկետ էին բաց թողել, մոռացել էին, թող ուշադիր լինեն եւ հավանաբար եկող տարվա որոշակի հատվածում իրենք կունենան հնարավորություն հաշվառելու։ Այսինքն process-ները պետք է բաժանել եւ հասկանալ, որ այն տրամաբանությամբ, որ մինչեւ 2005 թվականը այդ ինքնակամ շինությունները օրինականացվել են եւ իրավունքի պետական գրանցում են ստացել կադաստրի կոմիտեում առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, որը այսօր մեր օրենսդրությունը որոշակի առումով արդեն բացառում է։ 2005 թվականից հետո օրենսդրությունը դա բացառել է խաղորի մակարդակում։ Այստեղ ինչ վերաբերում է հողի վարձակալությանը, եթե շինության սեփականաշնորհման ժամանակ քաղաքացին ունեցել է վարձակալական հող եւ հետո համայնք եւ քաղաքացին համատեղ չեն դիմել այդ վարձակալությունը դադարեցնելու, ապա օրենքի տրամաբանության մեջ դա նշանակում է, որ այդ վարձակալությունը երկարացված է անժամկետ, օրենքի ուժով երկարացված է անժամկետ։ Դե հիմա ես ասում եմ, ինչ որ օրենքով կարգավորված է, այսինքն յուրաքանչյուր վարձակալական պայմանագիր, եթե կողմերը չեն դիմում փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու, ինքը համարվում է անժամկետ երկարացված պայմանագիր, այսինքն չկա այդպիսի դեպք, որ քաղաքացին իր ձեռք ունեցած լինի վարձակալական պայմանագիր եւ ինքը իր դիմումով հրաժարված չլինի դրան կամ համայնքի հետ համատեղ դիմումով իրենք հրաժարված չլինեն դրանից կամ որևէ այլ դատական ակտով 5-ից հետո այդ կոնկրետ որօրվա կնքված պայմանագրերի վրա դատարացում մի քիչ կդժվարանամ հիմա ասել, բայց ամեն դեպքում եթե եղել է կնքված վարձակալության պայմանագիր եւ կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեն լուծել այդ պայմանագիրը, դա համարվում է անժամկետ երկարացված։ Իսկ ինչ վերաբերում է մնացած առումներով հողի վաճառքին կամ համապատասխանաբար նոր վարձակալական պայմանագրի կնքմանը կամ եղած վարձակալական պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու վարձավճարի չափով, որոնք որ կարող են նմանատիպ դեպքերի հայտ գալ, ապա սա բացառապես համայնքների լիազորության շրջանակն է եւ համայնքը ինքն է որոշում որպես սեփականատեր, ոնց որ օրինակ ես ինքս կորոշեի կամ դուք ինքներդ կորոշեիք ձեր շենքը, շինությունը, հողը ուզում եք վարձով տաք, թե չեք ուզում վարձով տաք։ Այստեղ արդեն գալիս է քաղաքաշինական շերտը, որը որ կարգավորվում է գլխավոր հատակագծով, թե ինչպիսի հող է դա արդեն սահմանված գլխավոր հատակագծի մեջ։ Այսինքն, այստեղ ձեր ասած խնդիրը եթե արկա է լինի, ապա արկա է այն տրամաբանության մեջ, որ այո, ամեն ինչ պետք է փաստաթղթավորել։ Եթե մենք ուզում ենք ունենանք վարձակալական պայմանագիր, պետք է դիմենք, վարձակալական պայմանագիրը վերցնենք, նոտարական վավերացում անցնենք, իրավունքի պետական գրանցում անցնենք, որովհետև դա պարտադիր գրանցման առարկա է։
Գումարների մասով, ինչ որ ասում եք ծախսեր է ենթադրում, իմ կարծիքով յուրաքանչյուր գործողություն էլ անշարժ գույքի հետ իր մեջ որոշակի ծախս է ենթադրում, անկախ նրանից դա ավտոտնակ լինի, թե սեփական տուն լինի, թե բնակարան լինի։ Եվ բովանդակային առումով մենք այս ինքնակամների օրենքը երբ որ բերում ենք, ստեղծում ենք հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր մոռացել են կամ ժամանակի բաց թողում են ունեցել կամ տեղեկացված չեն եղել իրենց ինքնակամ շինությունները հաշվառելու, իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն իրենց ձեռքում սեփականության վկայական, շինության նկատմամբ որևէ մեկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի կարող իրենց ձեռքից այդ սեփականության վկայականը վերցնել, դա իրենց վկայականն է, մնում է հարցը հողի նկատմամբ թե ինչ իրավունքներ իրենք ունեն, այդ հողի նկատմամբ իրավունքներն էլ համայնքի եւ տվյալ շինության սեփականատիրոջ բանակցությունների տիրույթ է, որտեղ կադաստրի կոմիտեն չի կարող մտնել ընդհանրապես։ Այսինքն, երբ որ համայնքը կորոշի, որ վաճառում է կամ ուղիղ վաճառքով է, դա գալիս է մեզ մոտ ընդհանրապես իրավունքի պետական գրանցում ստանալու։ Բայց վաճառել թե չվաճառել, դա մեր տիրույթը չի, այդ մասով չեմ կարող բարձրաբանումներ տալ։ Շնորհակալություն։ Տեսեք, ես էլ բավականին բարդ ձևակերպեցի հարցը, դուք էլ բավականին բարդ պատասխանեցիք, հիմա այդ քաղաքացիները վստահ են բան չհասկացան։ Հիմա դե հես կարայի, ասենք, բայց դուք կարայիք բարձ պատասխանեիք, հիմա լուր, լավ, ինչևէ, հիմա տեսեք, բարձ բան եմ ասում եմ, պարոն Թովմասյան, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեի այդպիսի պայմանագիր, որը լրացել էր եւ ինձ ուրեմն համայնքի ներկայացուցիչները ասեցին, այդ ողջ ճանապարհով անցել եմ։ Հիմա դուք ինձ ասում եք օրենքի ուժով եւ այլն։ Ես վստահ չեմ, որ իրենք օրենք են խախտել եւ հետեւաբար հարցս շատ ավելի պարզ է, այսինքն այդ կատեգորիայի մարդկանց համար այդ պայմանագիրը այո, պետք է շարունակվի, քանի դեռ բան չի փոխվել, եթե վարձավճարը տեղ պետք է փոխվի, վարձավճարներ կարան կանչեն, ծանուցեն, փոփոխեն, բայց նորից այդ նոտարի գրանցում, հետո այդ պայմանագիրը նորից գալիս է կադաստր, այս ամբողջ խնդիրը ծախս է դա ենթադրում, կադաստրում նորից գրանցել, ժամանակի ծախս եւ այլն։ Ասում եմ, այս անիմաստ փուլը պետք է հանվի, ոչ թե որ չպետք է գրանցվի կամ համայնքը տերնա իրավունք չունի վարձավճար բարձրացնի եւ այլն։ Այս ամեն ինչը հասկանալի է, պրոցեդուրայի մասին է խոսքը։ Իսկ երկրորդ մասով, այն ինչ որ ասում եք, բերենք, հաշվառենք եւ այլն, նկատի պետք է առնվի այստեղ նաեւ կադաստրի կոմիտեն, որ 10 տարի, 20 տարի, 30-40 տարի մարդիկ այդ գույքը տիրապետում են։ Ձևը պետք է գտնվի 40 տարվա գույքա տիրապետում են, ըստ էության հարկեր եւ վճարներ չեն կատարում, ասեցի ինքը տիրապետողը ռիսկի մեջ է, որովհետեւ կարա կորցնի այդ գույքը եւ այլն եւ չի կարողանում ամբողջությամբ լիարժեք արդյունավետ տիրապետի տնօրինի իր սեփականությունը, օգուտ կլինի, պետություններ կօգտվի եւ համայնքը կօգտվի, որովհետեւ վարձավճարներ կգան եւ նաեւ հարկերի, այդ թվում նաեւ գույքահարկ կհաշվարկվի, կվճարվի։ Այս է խնդիրը, այսինքն սա պետք է մեկ գույք չի, 10 չի, 100 են դրանք, գուցե հազարավորներն են եւ համապարփակ լուծում պետք է նստվի, որոշվի համապարփակ լուծում տրվի այս երկու կատեգորիաներ միասին եւ սա վստահ եմ ինչքան հետաձգվում է, այնքան իր լուծումը ավելի բարդանում է։ Շնորհակալություն, տեսեք, էլի պարոն Ավետիսյան, դուք ասում եք ինչ որ անիմաստ գործընթաց, ես այդ շղթայի մեջ վստահաբար ես չեմ տեսնում անիմաստ գործընթաց, ասեմ ինչ տրամաբանությամբ չեմ տեսնում։ Այսօր մենք արդեն ներենք դրել այն համակարգը, որ քաղաքացին եթե որևէ իրավահաստատող փաստաթուղթ է ստանում, ինքը այլևս չի գնում այդ իրավահաստատող փաստաթուղթը համայնքից տպած թղթով վերցնի, հետո տեղից հետո գա հասնի կադաստրի կոմիտե, այսինքն եթե դուք այդ ժամանակի կորուստն եք հաշվում, ժամանակի կորուստ չկա, որովհետև այդ իրավահաստատող փաստաթուղթը համայնքը անմիջապես ներա բեռնում էլեկտրոնային համակարգ, քաղաքացին մի հատ SMS հաղորդագրություն է ստանում փաստաթղթի ծածկագրի վերաբերյալ, հետո տվել ենք մի հատ էլեկտրոնային հարթակ եկադաստր.am կայքով, ասում ենք հարգելի քաղաքացի, ցանկացած դիմում, որը որ դու կարող ես գրասենյակում գրել, այստեղ կա։ Խնդրեմ մտեք եւ այդ ցանկացած դիմում այդ փաստաթուղթը տեսաներացելու խնդիրն էլ չկա, որ առաջ հարցեր բարձրացում, բայց թուղթը ոնց տեսաներացեն, ինչ դժվարություններով, հիմա բնօրինակ փաստաթուղթը արդեն էլեկտրոնային համակարգում է։ Կոդը հավաքում է, ավտոմատ ինտեգրվում է եւ համապատասխան դիմում է դառնում։ Բացի սա, մենք որ այսքան խոսում ենք, ես կարող այսօր մի քիչ կադաստրի կոմիտեին էլի չվերաբերվող հարց է
բան ասեմ, որը կարող է միգուցե չի վերաբերում կադաստրի կոմիտեին, բայց ես որպես քաղաքացի կասեմ սրա վերաբերյալ։ Իսկ մենք համաձայն ենք, որ մեր բոլոր խաղահրապարակներում տեղադրված ավտոտնակները ինչ որ օրենքի ուժով դառնան բոլորի սեփականությունը։ Սա հանրային քննարկման հարց է։ Սա այնպես չի, որ որևէ պետական մարմնում միանշանակ կամ որևէ համայնքում միանշանակ լուծում ունեցող հարց է, որը ես գլխավոր հատակագծի կարևորությունը այստեղ ինչի համար եմ շեշտում, որովհետև գլխավոր հատակագիծը ստացել է հանրային քննարկում, անցել է որոշակի փուլեր եւ հաստատվել է որպես գլխավոր հատակագիծ։ Այն օբյեկտները, որոնք համապատասխանելու են գլխավոր հատակագծին, համայնքը արդեն որոշել է իր հանրության հետ համատեղ։ Մնացած տեսանկյունով process-ներ են, որոնք որ պետք է փաստաթղթավորվեն, եթե Հայաստանի Հանրապետությունում այդ փաստաթղթավորումը տևում է որոշակի կարճ ժամկետ, կադաստրի կոմիտեում գրանցումը 4-րդ օրը ստանում է վկայական, խնդրեմ վերցրեք նայենք մեր զարգացած այլ երկրներում այդ պրոցեդուրան քանի օր է տևում եւ քանի շաբաթ է տևում։ Այսինքն մենք չունենք նման գնահատական, ինչ վերաբերում է ավտոտնակների օրինականացմանը, ապա դա բացառապես համայնքի եւ գլխավոր հատակագծի որոշման տիրույթում է, ինչ վերաբերում է այդ որոշումը կայացնելուց հետո իրավունքի պետական գրանցմանը, դա էլ հստակ եւ գումարային մասով եւ օրերի քանակով կարգավորված է գործող օրենսդրությամբ։